Լեզվի ձեռն է մահ եւ կյանքը, խաղաղասեր լեզուն կենասառը։ Լեզվի պատճառով են շատերը բաժանվեն ընտանիքում։ Ծեծկերը, աղջի լեզուդ պահի, ինի չի պահում։ Մենք պետք է սովորենք կյանքը, թե չէ ընդունենք ավետարանը, գետի իմանալու իմաստը որն է։ Ավետարանը ապրենք եւ ավետարանի կյանքի բնությունը մեր մեջ ձևավորվի։ Որ աստվածային բնությանը հաղորդ լինենք, բայց մի բան կա խանգարում, աշխարհի մեջ ցանկություններ կա, որոնք խանգարում են այդ բնության հաղորդ լինենք։ Պետրոսը գրում է այդ մասին։ Կնոջ մոտ եւ մարդկանց մոտ մի որակ կա, դա առաքինությունն է։ Առաքինությունը, դա բարձր որակ է մարդկանց մոտ, ինչ առաքինի մարդ է, ինչ համեստ է, ինչ կորեկտ է, ինչ պարկեշտ է, ինչ մաքուր է խոսում, իրա բերանից վատ բան չես լսի, նրա նստելաձևն անգամ հաճելի է, մենք պետք է սովորենք մարդ դառնանք, սիրուն ես, եթե քո շնորհքը չի, շորեր ես հակետել կոնը, չշորա էլի, բայց ներսի մարդը ով է, ցայեր, ես առաջին համար եմ ասում,